Դրոնը կարող է թռչել 15-20 կիլոմետր և տեղափոխել մինչև 3 կիլոգրամ բեռ։ Լինզան ծայրից ծայր Ուկրաինայում մշակված անօդաչու թռչող սարք է, որը մեծ պահանջարկ ունի առաջնագծում։ Այն կշռում է մոտ 4 կիլոգրամ և նախատեսված է լոգիստիկ բեռներ, ջուր, մարտկոցներ, առաջին բուժօգնության պարագաներ, բջջային հեռախոսներ և անգամ ռումբեր տեղափոխելու համար։ Ամենակարևորը այն վերադառնում է։ Նմանատիպ մի շարք անօդաչու թռչող սարքեր հարյուրավոր անգամներ հաջողությամբ վերադարձել են։ Անօդաչու թռչող սարքի արտադրությունը համակարգում է կիևցի 40-ամյա մի տղամարդ, ով ինքնաթիռների փորձառու մոդելավորող է։ Անվտանգության նկատառումներից ելնելով Ազատություն ռադիոկայանը չի ցուցադրում նրա և մյուս ուկրաինացի աշխատակիցների դեմքերը։ Մենք սկսեցինք արտադրել ռմբակոծիչ անօդաչուներ, որոնք կարող էին թռչել մոտ 15 կիլոմետր և տեղափոխել 5 կիլոգրամ բեռ։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում մոտ 100 սարք պատրաստեցինք։ Ես այս ամենը համակարգում էի այստեղից։ Այս արհեստանոցը պաշտոնապես բացվել է անցած փետրվարին Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսի կողմից։ Կենտրոնում աշխատում է 60 հոգանոց փոքր թիմ, որի աշխատակազմը նախատեսվում է ընդլայնել հասցնելով մինչև 200-ի։ Աշխատակիցների մեծ մասը ուկրաինացիներ են, շատերը փախստականներ։ Մենք վարձում ենք մոտիվացված մարդկանց, որոնց պետք չէ ասել, թե ինչու է սա կարևոր։ Մոտիվացիան առաջին բանն է, որ մենք փնտրում ենք։ Եթե մեկը չգիտի կամ չի կարող գործն անել, հոգ չէ, կարող ենք նրան սովորեցնել, ցույց տալ։ Կարծում եմ գլխավոր բաղադրիչը բեռի իջեցման մեխանիզմն է, այն ամրացվում է անօդաչու թռչող սարքի տակ։ Աշխատողներից մեկը 35-ամյա Անաստասիան է, ինժեներ-մեխանիկ։ Նա լքել է իր հայրենի քաղաքը մոր և քրոջ հետ էլեկտրաէներգիայի շարունակական անջատումների և ռմբակոծությունների պատճառով։ Մինչև պատերազմը աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ես թողեցի գործս, սկսեցի կամավոր աշխատել ու օգնել ուկրաինական բանակին։ 2 տարի շարունակ փորձում էի համատեղել կամավորական աշխատանքը կողմնակի այլ աշխատանքների հետ։ Սակայն ի վերջո հասկացա, որ պետք է պատշաճ աշխատեմ ու տեղափոխվեցի Գերմանիա։ Սուպերմարկետում և գործարանում աշխատելուց հետո Անաստասիան միացել է անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Այժմ նա ղեկավարում է 6 հոգուց բաղկացած թիմը։ Շատերն իմ թիմում Ուկրաինայի արևելքից եկած փախստականներ են։ Հիանալի է, որ բոլորս այստեղ աշխատում ենք մեկ նպատակի համար։ Ինձ համար սա ավելին է, քան պարզապես աշխատանքը։ Ես նաև շաբաթ օրերին եմ գալիս։ Մենք նպատակ ունենք ազատագրել մեր երկիրը։ Ես տեսնում եմ, թե որքան են մարդիկ աշխատում։ Նույնիսկ ստիպված եմ լինում նրանց համոզել, որ ընդմիջման գնան։ Լինզա անօդաչուն արտադրվում է գերմանական և ուկրաինական ընկերությունների համատեղ միջոցներով։ Սա առաջին ձեռնարկությունն է, որ լիազորված է արտադրել ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Ուկրաինայի սահմաններից դուրս։ Աշխատողները հավաքում են, փորձարկում տեսախցիկները և տալիս ուղղորդումներ, ապա պատրաստում լինզան լաբորատոր և բացօթյա թռիչքային փորձարկումների համար։ Աշխարհն այժմ նաև գիտակցում է, որ Ուկրաինան գտնվում է ոչ միայն վերցնողի, այլ նաև տվողի դիրքում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, և դրանք նաև ցույց են տալիս, որ խոսքը միայն մեկ հնարավորության մասին չէ։ Օրինակ, միայն արհեստական բանականության վրա հույսը դնելը բավարար չէ։ Այժմ բոլոր անօդաչուները նախատեսված են Ուկրաինայի համար, բայց ձեռնարկությունը հույս ունի, որ ի վերջո դրանք կմատակարարի Գերմանիային կամ եվրոպական այլ երկրների ևս։ Ընկերությունները նպատակ ունեն 2026-ին արտադրել և մատակարարել 10,000 լինզա անօդաչու թռչող սարքեր։